դեպքերից տեսանյութեր եք ուզում որպեսզի հասկանալ բռնությունը, թե ոստիկանություն օրենքով սահմանված ուժ է գործադրում, խնդրեմ ես տեսանյութն, այլ սա բռնություն է։ Ես կարիք չունեմ հիմա տեսանյութի տարկելու, տեսանյութը կարող եք ուղարկել Ներքին գործերի նախարարություն, ես բացատրեցի ֆիզիկական ուժի գործադրման եւ ծեծի կամ մնացյալ դրվագների տարբերությունը ուղարկեք Ներքին գործերի նախարարության անվտանգության վարչություն, կդիտարկենք, եթե հիմքեր լինեն անպայմանորեն վրա կհասնի։ Երկու կարմիր բերետավոր 18 տարեկան տղային գցում են ասֆալտին, դա համաչափ ուժ կարող է ուժի կիրառում կարող է համարվել, թե ոչ։ Ես հիմա չեմ եկել այստեղ, որ դետալային մեթոդաբանական պրոցեսներ ներկայացնեմ ուժային գործադրման մասով, կա դիմադրություն ցուցաբերող քաղաքացի, կա դիմադրություն չցուցաբերող քաղաքացի, դրանց մեթոդաբանական հնարքները տարբեր են, վերման ենթարկելու եւ մնացյալի, եթե հետաքրքիր է, կարող եք հարցադրումներ ուղարկել գրավոր կպատասխանեն։ Իսկ վերջին շրջանում հրապարակումները ձեր հնարավոր պաշտոնատվության եւ հավանական տեխնատուների մասով ընդունվել է անունների շրջանառում Նիկոլ Փաշինյանը անձամբ ձեր աշխատանքից գոհ է եւ դուք ձեր աշխատանքից ինքներդ գոհ եք։ Ես կարծում եմ, որ վարչապետի անունից ես չէ, որ պետք է գնահատականներ տամ։ Ես կարծում եմ, որ 2025 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով նախարարությունը ունի բավական մեծ ձեռքբերումներ, դրա կողքին ունի նաև արձանագրած ախտորոշած խնդիրներ, որոնք հետևողականորեն լուծման կարիք ունեն, իսկ մնացյալ թեմաներով ես մեկնաբանություններ տալ պարզապես չեմ ուզում, որովհետև մշտապես ստահոդ տեղեկատվություններ են տարածվում նախկին քննչական կոմիտեի նախագահի անունն է նշվում Արգիշտի Քարամյանը, որ հնարավոր է իրեն նշանակեն, ասում են հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ փառաքարում դեպքերը պետք է կանխվեր, չի կանխվեր եւ դժգոհությունը հիմնականում ձեր մասով դա է հանդիսանում։ Նման բան չկա եւ ես անհեթեթ լուրերը չեմ մեկնաբանում։ Վարչապետի կողմից կա դժգոհություն քննարկում եղել է ձեր աշխատանքի արդյունավետության հետ կապված, թե ոչ։ Ոչ, չի եղել նման քննարկում։ Տիկին Սարգսյան, ինձ հետաքրքիր է, դուք Նիկոլ Փաշինյանից հրահանգը SMS-ով եք ստանում, մեյլով, թե հենց ուղիղ զանգ եք ստանում, շատ հետաքրքիր է։ Նախարարը որպես կառավարության անդամ տարբեր գործիքներով եւ միջոցներով կարող է հաղորդակցվել վարչապետի հետ եւ ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ կարող է հաղորդակցություն լինել կամ որևէ այլ գործիք կիրառվել։